Պարոն Սարգսյան, ես ուզում եմ իմանալ, բոլորս էլ հարց ենք տալիս, ուզում եմ իմանալ արդյոք այդ դեպքից առաջ, քանի որ դեպքից հետո արդեն իսկ տեսանք Մհեր Ախտոյանի տան մոտ, Վալոդիա Գրիգորյանի առանձնատան եւ նաեւ հայրական տան մոտ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում, արդյոք դրանից առաջ այս ամիսների ընթացքում եւս ոստիկանությունը շարունակել է հերթապահություն իրականացնել եւ 3 ձերբակալված անձը Նարեկ Օհանյանը սեպտեմբերի 23-ին ինչ վարք է դրսևորել, ուր է գնացել, արդյոք կասկածի տեղիք չի տվել իր վարքը կամ արդյոք ինքն է իրականացրել զինված հարձակումը, թե ոչ։ Ես շարունակեմ էլի հարցը, արդյոք այդ բացատրական աշխատանքների մեջ, որ դուք ասում եք հավաքված են եղել եւ այլն, ինքը եւս եղել է այն թիրախում, որ չդիմի նման ծայրահեղ քայլի։ Հարգելի գործընկերներ, այս պահի դրությամբ ձերբակալվածի գործողությունների նրա վերաբերյալ զերծ կմնան որևէ հրապարակում։ Պարոն Սարգսյան, այսինքն մինչ այդ բացատրական եւ ոստիկանությունը իր ուշադրության ներքո է պահել այդ ամեն ինչը մարդկանց, արդյոք նա եւս եղել է այդ ուշադրության թիրախում։ Նա եւս եղել է ուշադրության կենտրոնում եւ ձեր հարցին էլ պատասխանեմ, որ կապված հենակետերի հետ, այո, հենակետեր ամիսներ շարունակ եղել են այդ հատվածներում, ինչից հետո արդեն սկսել ենք իրականացնել բացատրական աշխատանքներ, ոչ որպես այդպիսին ցուցադրական, նաև ցուցադրական ինչ եմ նշում, տեսանելի ծառայություն։ Պարոն Սարգսյան, բայց ենթադրում է, որ կներեք։ Պարոն Սարգսյան, մինչև վենդետայի այս վարկածի հաստատումը ընդդիմադիր շրջանակներից ասում էին, որ սա քաղաքական կապ ունի, եւ քանի որ 3 արդեն պաշտոնապես հաստատվեց այդ վարկածը վենդետայի, բայց դա չի այսպես ասած ասում, որ իշխանությունները կամ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը այս ամենում ըստ ձեզ ունի իր մեղքի բաժինը, հարցս հետևյալն է, ով է թիմը պատասխանատուն, թեկուզ այս միջանձնային կոնֆլիկտի հետևանքով սպանության համար։ Երևի ուշ եք միացել եւս մեկ անգամ կրկնեմ, որ քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ։ Այո, ասում չկա, բայց կան, ասում են միջանձնային խնդիրների հետևանքով է, այնուամենայնիվ ով է դրա պատասխանատուն։ Միջանձնային խնդիրների հետ կապված եւս նշեցի, որ կան պատասխանատու անձինք, դա համայնքային ոստիկանությունն է տվյալ դեպքում, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումն է, իրավապահ կարծում եմ իմ կարծիքով բոլոր կառույցներն են եւ որոնք եւ նաեւ նշեցի բոլորի ձեռնարկած նաեւ միջոցառումները։ Ինչու են բայց թերացել։ Թերացումների հետ կապված դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ վստահեցնում եմ, որ եթե պարզվի այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ, կրելու են իրենց պատասխանը։ Ներողություն էլի Աննա ջան։ Ներքին գործերի նախարարը։ Կներեք էլի չլսեցի։ Ներքին գործերի նախարարը պետական ղեկավար ազատելու է պաշտոնից։ Այդ հարցի հասցեատերը ես չեմ, ներքին գործերի նախարարը, ինչպես կրկին նշեցի, հենց առաջին օրվանից գտնվել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը, հենց այս պահին էլ գտնվում է Վաղաշապատի բաժնում եւ ղեկավարում է աշխատանքները։ Պարոն Սարգսյան, տեսեք, 3 ասում եք կասկածյալին հայտնաբերել են, նաև իր եղենապացույցներ կան, խոստովանական ցուցմունք տվել է այս պահին թե ոչ։ Նախաքննության շարից ելնելով այդ հարցին չեմ կանխում։ Նաև պարոն Սարգսյան, մեկ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի առնչությամբ, դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։ Սարգսյան, քանի որ քաղաքական ենթատեքստի մասին էլ ամեն դեպքում պնդումներ կային, օրինակ վերցանվել են կասկածյալի հեռախոսազանգերը բացառելու համար այդ պնդումները, հա, օրինակ ում հետ է վերջին օրերին խոսել, ավելի կոնկրետ ինչ որ ԿՊԱ-ական падգամավորներ եւ այդ շղթայից օրինակ։ Ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այդ թվում նաեւ ձեր նշածը, վերցանվել են թե հեռախոսային խոսակցություններ, թե ուրեմն տեսախցիկների արձանագրած մեծականակ միջոցառումներ ունեն կատարած, որի մանրամասների վերաբերյալ կրկին այս պահին չեմ կարող հայտնել բացահայտման աշխատանքների չխոչընդոտելու համար։ Պարոն Սարգսյան, նաև վարկած կար, որ թիրախում ոչ թե Վալոդիա Գրիգորյանն էր, այլ Արարատի մարզային վարչության քրեական օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը եւս մահացել էր։ Սրա վերաբերյալ էս վարկածի վերաբերյալ ինչ տեղեկատվություն։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացահայտ հիմնազուրկ պնդում է, ցավոք սրտի նաև մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով,
Կարեն Աբրահամյանի մասին կցանկանայի նշել, որ մեր լավագույն գործընկերներից էր, 2012 թվականից էր ծառայության մեջ, ոստիկանության կրթահամալիրներ ավարտել, օպերլիազոր է աշխատել թե այս բաժնում, թե Արմավիրի մարզային քրեական վարչությունում, թե Արարատի մարզի քրեական վարչությունում բազմաթիվ բացահայտումներ ուներ եւ ցավոք սրտի մենք կորցրեցինք մեր լավագույն գործընկերներից եւս մեկ անգամ ներքին գործերի նախարարության անունից ցավակցում եմ հարազատներին եւ գործընկերներին։ Պարոն Սարգսյան, տեսեք, մահացել է նաեւ ոստիկան։ Այն դեպքում, երբ ամիսներ շարունակ նույն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է կատարել, էլի այլ միջոցառումներ է կատարել, բայց ստացվում է այնպես, որ ինչ որ մեկը ապօրինի զենքով նման ապօրինի է զենքը, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Քննությունը պետք է այսինքն ամրակցված զենք է եղել, թե ապօրինի։ Քննությունը նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն։ Ամեն դեպքում ինչ որ մեկը զենքով նման հանցագործություն է կատարել եւ թիրախում է նաեւ եղել ոստիկանը։ Չի ստացվում, որ ոստիկանությունը ոչ միայն թերացել է, այլև ըստ էության պատշաճ աշխատանքներ չի կատարել։ Այն դեպքում, որ թիրախում նաեւ հայտնվել է ոստիկան, որը ավելի տեղեկացված է եղել այդ ամենից։ Այսինքն բացատրական աշխատանքներից, այդ բոլոր գործողություններից Եվս մեկ անգամ կցանկանայի նշել, որ ոստիկանը ծառայության մեջ չի գտնվել, զուտ ընկերական հարաբերություններ է ունեցել համայնքապետի հետ եւ պարզապես այդտեղ աշխատել է, բայց այդ պահին չի գտնվել ծառայության մեջ։ Ձեր նշած հարցի հետ կապված կցանկանայի նշել, որ այս պահին անցած տարվա համեմատությամբ ոստիկանությունը գրեթե կրկնակի անգամ ավելի է հայտնաբերել ապօրինի զենքզինամթերք, արգելավել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում։ Կարող եմ նշել, որ ամփոփ կներեք, կցանկանայի նաև նշել, որ 8 ամսվա տվյալներով ամփոփման նվազել են սպանության դեպքերը երկուսով հանրապետությունում։ Եթե ճիշտ եմ հիշում 7 ամսվա ամփոփումով նախկինի համեմատ նկատվում։ Այո, անցած տարվա համեմատ նվազել են հրազենով կատարված հանցագործությունները առհասարակ։ Այսինքն ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է։ Կներեք։ Թվերը ես ներկայացրեցի, կարող եք գրավոր գրել ավելի հստակ եւ դեպքերով ես ձեզ ուղարկեմ, դուք դա ուսումնասիրեք, ինչ վերաբերում է կրակոցների հրապարակումներին։ Բազմաթիվ են լինում կրակոցների վերաբերյալ հրապարակումներ, որոնք վերջում այլ հանգամանքներ են պարզվում։ Օրինակ, որոշ ժամանակ առաջ մամուլում կար տեղեկություն, որ կրակոցներ են հնչել Երևանում, այդ բումը եղավ Դավիթ Հաշենում։ Բումը եղավ, անցավ, գնաց եւ վերջում պարզվեց, որ կրակոցներ ընդհանրապես չեն եղել է հրավառություն։ Սակայն ահազանգը կապված է եղել կրակոցի հետ։ Կներեք մի բան էլ նշեմ, էլի։ Կրակոցների վերաբերյալ չի նշանակում, որ ցանկացած կրակոցի վերաբերյալ ահազանգ դա իրենից ենթադրում է սպանություն կամ սպանության փորձ։ Հիմնական գերակշիռ մասը դրանք խուլիգանության հատկանիշներով նախաձեռնած քրեական վարույթներ են եւ հիմնականում ոչ հրազենից, այլ գազային ատրճանակից, օդաճնշիչ ատրճանակներից օդ կրակելու դեպքեր են։ Չի կարելի անել, ես կրակոցների հետ կապված ասեցի դա։